դա ոչ մեկ չի, հա? Չէ, դա քաղաքական, լսեք, Ռոբերտ Քոչյանը իր երազանքներով թող գնա իրան ստանը, թող գնա իրան ստանը բանա, բայց երբ որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պարլամենտում այսօր գտնվող նման բան է ասում, եւ ակնհայտ է, չէ, բայց այդ մարդը եւ ակնհայտ է, չէ, որ հանրությունը նման խոսակցության մեջ է հայտնվել եւ հայտնվում է եւ դա բնական քաղաքական վերլուծություն է, եթե դուք նկատի ունեք, որ տենց տվյալներ կան, որ սեպտեմբերի այսինչ օր, այսինչ sense բան, բնական է նման տվյալներ չկա։ Կներեք, Քոչարյանը չի ասում, ես գամ իշխանության պատերազմ սկսեմ Արցախի։ Ասում եմ, հիմա տարածաշրջանում լարված իրավիճակը, չգիտեք, վաղը մյուս օր մի քանի տարի հետո ինչ աշխարհաքաղաքական կարգեր կհաստատվեն, սահմանները ինչպես կփոխվեն, ասում եմ, եւ եթե լինի հնարավորություն առի, պետք է օգտվել դրանից։ Դե շատ բան ասում, շատ ված բան, իհարկե ված բան։ Ոչ, իհարկե ոչ, միանշանակ ոչ, երբեք, ոչ Թուրքիայի պարագայում, ոչ այդ ինչ եք խոսում դուք։ Իսկ հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի դարձնի, ասենք մի հատ Պուճուրիկ Երևան քաղաք թողի։ Այդ ինչ եք ասում։ Այդ ձեր հարցը համ վրթովեցնող է, համ ակնհայտ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Իհարկե ոչ, երբեք Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա տարածքային պահանջներ եւ չունի իր հարևանների նկատմամբ։ Այդ ինչ է։ Այսինքն դուք ինչ եք ընդհանրում Հայաստանի Հանրապետության պարլամենտական երկրի պարլամենտի նախագահին հարցնում եք, ասում եք մենք պետք է սպասենք Ադրբեջանը թողնելը, ոչ, եթե շատ վատ բան է ասում, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում։ Ու դրա համար ինքը վաղը միսօր այստեղ չի հայտնվել իր այդ խոսքը։ Այդ իր երեխեքն են գնալու կռվեն կամ այդ ինչ է դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամ որևիցե մեկից։ Ոչ, մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելուց։ Հավերժ թշնամություն, ինչ դիվանագիտորը, լսեք, հորով մորով արեց Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ինքը իր իշխանության օրով, թե ինքը հարստացավ։ Այդ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր այտենց շենացրեց, վերականգնեց, ուժեղացրեց, թե գույք պարտքի դիմաց տվեց, ասենք, ռազմավարական բաներ եւ Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի։ Հիմա էլ պետք է ինքը տես բան ասի իսկականից, անկեղծ հավատաց չի գալիս։ Ոստի ժամանակ ասում էր, չեմ նայել փարկաստո, կարող է իրավիճակ փոխվել, պետք է Հայաստանը դրանից ինչ որ հետո խայտառակություն է, շնորհակալ եմ քեզ այդ հարցը, խայտառակություն է,